Պարոն Մարգարյան, փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տարածաշրջանային այցով կգա Հայաստան ու այնուհետև կմեկնի Ադրբեջան։ Նշվում է, որ Հայաստանի հետ պատրաստվում են կնքել խաղաղ միջուկային համաձայնագիր, իսկ Ադրբեջանի հետ կկնքել ռազմավարական գործընկերություն։ Ինչ է այս ամենը նշանակում։ Եկեք մի փոքր բացենք այս ամենի տողատակերը։ Ինչ է ստանում Հայաստանը Դի Վենսի Հայաստան այցի շրջանակներում եւ ինչ է ստանում Ադրբեջանը ու իհարկե ռիսկերի մասին եկեք խոսենք։ Այդ մասին հայտարարվեց այո եւ հիմա այցը տեղի ունեն ամեն դեպքում սկզբում խոսվեց Հայաստան այցի մասին, բայց հիմա պարզվեց, որ տարածաշրջանային այց է լինելու Հայաստանից բացի նաեւ Ադրբեջանը ինքը այցելելու։ Ամեն դեպքում հիմա այն հայտարարությունը, որ կատարվեց, շատ հետաքրքիր էր, որ ինչեր է ստացվում, ինչ է ստանում Հայաստան այդ այցից եւ ինչ է ստանում Ադրբեջան այդ այցից։ Հիմա շատ հաճախ Նիկոլը խոսում այդպես ասած արդիական ռազմամիջոցներ բան ձեռք բերելու մասին, բայց տեսնում եք իր ձեռք բերածը ինչ է լինում, բայց հիմա Միացյալ Նահանգների հետ իր համաձայնությունը սահմանափակվում է նրանով, որ հիմա իրանք խոստանում են մեզ տան այդպես ասած ատոմակայան, այդ ոլորտում է լինում, ընդհանրապես ռազմական բնույթի որևիցե համագործակցության հեռանկար չի կարելի ունենալ Միացյալ Նահանգների հետ կամ ասենք Վանսի այցելությունից, բայց հիմա կարևոր է բաժինը, որ վերաբերում է Ադրբեջանին, որ այդտեղ խոսվում է հստակորեն ռազմական համագործակցության մասին, Ադրբեջանին զենք մատակարարելու մասին։ Եթե հիշեք, երկար տարիներ Ադրբեջանը գտնվում էր պատժամիջոցների տակ Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը արգելված էր 7-րդ բանաձևի համաձայն եւ արգելված էր եւ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ հասավ նրան Ադրբեջանը, որ կարողացավ նաեւ դա վերացնել, այսինքն այդ արգելքը վերցնել այդ օգոստոսին ստորագրված խաղաղության այդպես կոչված համաձայնագրով հիմնական էլի այս հարցում է շահողը եղավ Ադրբեջանը, կարողացավ տարիներից ի վեր իր դեմ գործադրված հիմնականում հայկական լաբի ձեռքբերումը համարվող այդ արգելքը վերացնել եւ հիմա հանգիստ կերպով կարողանում է զենք ձեռք բերել։ Հիմա շատ հետաքրքիր է, որ այդ զենքը հիմնականում Ադրբեջանը ում դեմ է ցանկանում օգտագործել։ Հիմա իր հարևաններից մեկ ասենք Ադրբեջանն է, մյուսը Իրանն է եւ մյուսն էլ դառնում է Վրաստանը եւ Հայաստանը։ Կարելի է հասկանալ, որ այդ բոլոր հարևանների միջից ամենահավանական թիրախը այդ զենքերի օգտագործման հենց Հայաստանը եւ բնականում այդ ռազմամատակարարումը, այդ զինամթերքի մատակարարումը Ադրբեջանին հիմնականում վերջո այդ բոլոր զենքերը թեքվելու են դեպի Հայաստան եւ լուրջ սպառնալիք համարվում մեզ համար։ Սա հերթական կարծում եմ ձախողած քաղաքականությունն է, դիվանագիտությունն է այսօրվա իշխանությունների, իրենք ձեռք են բերում այս դիվանագիտության արդյունքում զերո արդյունք, ինչ որ խոստումներ, ինչ որ բաներ, որ մեզ ընդհանրապես պետք չեն գալու, իսկ մեր թշնամին հիմնականում սպառազինություն, որը ուղղակիորեն ուղղված է լինելու մեր անվտանգության դեմ։ Տեսեք, թեև Թրամփը հայտարարում է, թե Փաշինյանն ու Ալիևը իր լավ ընկերներն են, բայց մենք ակնհայտ տեսնում ենք, որ 907 այդ լրացման վերջնական չեղարկումը, այսպես ասած, արդյոք անհավասար պայմաններ չի ստեղծում հայ-ամերիկյան եւ ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում, այն դեպքում, երբ որ այդ արգելքը վերացվի, Ադրբեջանը ակնհայտ սկսելու է սպառազինություն բերել իր երկիր ու մեկ անգամ չէ, որ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում ուժն է ծնում իրավունք, ինչին ականատես կլինենք այս դեպքում։ Դրանք ուղղակիորեն իրենց նույն դիվանագիտության կամ այդպես ասած ռազմավարությանն են հետևում, ինչ որ դուք ասեցիք, այդ ուժի, այդպես ասած, շատ հստակ ինքը ասել էր Ալիևը, որ այսօր ուժն է միջազգային իրավունքը որոշում, միջազգային իրավունքը այդ առումով այլևս գոյություն չունի եւ հիմնականում ով ուժեղը ինքն է միջազգային իրավունքը թելադրում։ Շատ բնական է, որ հիմա այս զենքի մատակարարմամբ այդ բալանսը խառնվելու է, թեև արդեն իսկ խախտված էր, հիմնականում տեսնում ենք Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակաբար ավելացնում է, իսկ Հայաստանը հիմա եթե ավելացում է, ընդհանրապես անհամեմատելի է այն ամեն ինչի հետ, որ Ադրբեջանում է կապվում։ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, պատրաստվում է ավելի, այդպես ասած, հստակորեն իր նպատակներին հասնելու համար, իսկ մերը հիմնականում պաշտպանական բնույթի անիմաստ, այդպես ասած, գնումներ են, որոնք իրականություն են դառնում։ Բնական է, որ այս ամեն ինչը խախտվում է եւ հետարքի հիմա դուք նշեցիք, որ բարեկամության մասին էր խոսում Թրամփ, ասենք Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանյան վարչապետի միջեւ, հիմա այդ վերջին այցի ժամանակ, որ դեպի Շվեյցարիա կատարվեց այդ հռչակը, այդ խաղաղության այդ բորդի խորհրդի ստորագրման, այդ կանոնադրության ստորագրման կապակցությամբ, մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանրապես որևէ հանդիպում չեղավ, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ձեռքբերում եղավ Թրամփի կողքի մի քանի վայրկյան նստելը, մի երկու հատ այսպես գուցե ջերմ բարև փոխանակել եւ լուսանկարը հերթական, որպեսզի տան իր արխիվի
խաղի մեջ տնի, բայց օրինակ Ադրբեջանի նախագահի հետ ուրեմն շատ հստակ շփումներ եղան, այդտեղ խոսազրույցներ եղան, սա խոսում է ընդհանրապես այն մակարդակի մասին, այն կարևորության մասին, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին ունի, ասենք, Միացյալ Նահանգներում։ Ընդհանրապես Ադրբեջանի նրանք նայում են որպես շատ լուրջ գործընկեր, որի հետ կարող են ավելի այդպես ասած հստակ քաղաքականություն վարել, համագործակցություն ունենալ, բայց Նիկոլին հենց այնքան պետք ունեն, որ իր ստորագրությունը գա դնի այդ կանոնադրության տակ, այդ կանոնադրության տակ եղած ստորագրությունների թիվը նախագահ Թրամփի համար մեկ հատ էլ հիմա Փաշինյանի միջոցով ավելանա, հենց այդքան, դրանից ավել ես չեմ կարծում այս պահին որից է նշանակություն ունի, ասենք, Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թրամփի կողքին կամ այս շփումները, որ ունեցել են։ Պարոն Մարգարյան, գանք Դավոսյան իրադարձությանը, հա, դուք ձեր խոսքում եւս նշեցիք, որ Փաշինյանի հետ Թրամփը ունեցավ ընդամենը կողքով նստած, մենք ակնհայտ տեսնում ենք խոշոր պլաններով, ուղղակի զրույց, ժպիտներ եւ այլն, հա, բայց Ալիևի հետ տեսանք, որ ընդլայնված կազմով հանդիպում եղավ, այնքան հաղորդագրություն տարածվեց, որտեղ ասում էր, որ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Մենք ինչ ենք հասկանում, հա, դիվանագիտական առումով, Հայաստանը պարտվել է նաեւ այս ճակատում, երբ որ ընդամենը 1-2 շաբաթ առաջ Ռուբիոյի հետ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրում է TRIP ուղու զարգացման այդ ամեն ինչը, բայց այսօր ականատես ենք լինում, որ ամենաբարձր մակարդակով Թրամփ-Փաշինյան հանդիպում տեղի չի ունենում։ Արդյոք Հայաստանը դրված է բանակցությունների սեղանի վրա։ Ուղղակի հենց դա է ուզում ասել, կարծում եմ նույն բնութագրով նախագահ Քոչարյանը տվեց, կարծում եմ ամենաճիշտը եւ հերթական անգամ ապացուցվեց նաեւ այդ Դավոսում տեղի ունեցածի հետ կապակցությամբ, երբ մենք ընդհանրապես բանակցության կողմ չենք, այսինքն որից է մեկը ընդհանրապես այլևս հաշվի չի նստում Հայաստանի Հանրապետության հետ եւ կարեւոր չի իր ներկայությունը բանակցության սեղանի շուրջ, բայց տեսնում ենք առանց իր բացակայությամբ իր հարցը դնում են բանակցության սեղանի վրա եւ քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, միտեղ որ ինքը Հայաստանը ներկայություն չի։ Սա այսօրվա իշխանությունների վարած ցավոք սրտի ուրեմն քաղաքականության արդյունքն է եւ ցավոք սրտի հիմնականում տպավորություն է ստեղծել, փորձ են կատարվում այդպիսի տպավորություն ստեղծել, որ մենք կարևոր ենք Միացյալ Նահանգներում, մեզ կարևորում են հարաբերությունները մշակվում, բայց իրականության մեջ այդ ամեն ինչը այնքանով է կարևոր, որ այդպես ասած նախագահ Թրամփը կարողանա դրանից իր նպատակների համար օգտվել։ Այլապես տեսնում ենք կարևոր հիմնական հարցեր, որ ասենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են մնում են թիկունքում, կամ տեսնում ենք օրինակ այդ փաստաթղթերը, որը ստորագրվում են, ընդհանրապես այն բանը, որ մենք ստանում ենք այդ հռչակագրերից, այդ փաստաթղթերից, ընդհանրապես ինչպես բոլոր պարագաներում վերջին տարիների ընթացքում առանց հեռանկարի խոստումներ են միայն թղթի վրա, որոնք հայտնի չի ինչ որ օր կարող են իրականություն դառնալ կամ ինչքան տոկոսով են կարողանալու իրականություն դառնալ, բայց այն ինչ որ Ադրբեջանն ստանում շատ անմիջական են, հենց նույն տեղի վրա են եւ առարկայական, այսինքն ամեն ինչ տեղի վրա շոշափելի կերպով ստանում է, իսկ մեր հիմնականում խոստումներ են, որոնք այդպես ասած մեզի ցավոք սրտի տրվում են։ Իսկ Դավոսյան այդ իրականությունը, այդ խորհուրդը կարծում եմ մի քիչ էլ շատ մեծացվեց, հիմա անունը այդպես է դրված խաղաղության խորհուրդ կամ Board of Peace այդպես է կոչվում, դրան կանոնադրություններ, հիմա շատերի մոտ պատկերացնում է, որ համաշխարհային առումով խաղաղության մասին է թեման, բայց հիմա շատերը գուցե չգիտեն, ընդհանրապես սա փաղեստ գազային վերաբերող ինչ որ համաձայնագործի հիման վրա է ձևավորվել, անցած սեպտեմբերին է, որ Անվտանգության խորհուրդը 2803 բանաձևը հանեց գազայի կառավարման այդտեղ տիրող իրավիճակի խաղաղապահ ուժեր հաստատելու համար, եւ հետո այդ բանաձևի հիման վրա նախագահ Թրամփը եկել է ձևավորել այս խաղաղության խորհուրդը, որ հիմնականում այդ առաքելությունը ինքը իրեն է նշանակել այդ խորհրդի նախագահ եւ ղեկավար, հիմա բնականաբար փորձում է ինչքան կարող ավելի շատ ստորագրություններ բերի դնի այդ կանոնադրության տակ, ինքը դրանով իր համար ինչ որ կրեդիտ համարվի։ Այդ կարծում եմ այս խաղաղության այդ բորդի կամ այդ խորհրդի կյանք լինելու այնքան, ինչքան ասենք նախագահ Թրամփն է լինելու իշխանության, կարծում եմ իր իշխանության շրջան ավարտվելով, նախագահության շրջան ավարտվելով, դա այն հերթական բաներից է լինելու, որ այդպես ասած կարծում եմ մոռացության է տրվելու։ Հիմա այդ ամեն ինչի արդյունքում հետաքրքիր է, որ Ադրբեջանը ունենում է շփումներ, ունենում է ռազմամատակարարում, ունենում է զինամթերքի գնում քիչ առաջ խոսեցինք, ստանում է միջանցք, ասենք Հայաստանից այն ամեն ինչի, որ ինքը ցանկանում է կարողանում է հասնել, իսկ մեր ստացածը Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, լուսանկարներն են Թրամփի հետ, որոնք ընդհանրապես մեզ պետք չեն գալու, հավանաբար հունիսի 7-ից հետո իր բանտախցի պատերն են դրանով զարդարել։ Եվ պարոն Մարգարյան, խոսենք նաև աշխարհաքաղաքական իրավիճակից։ Տեսնում ենք, որ նախագահ Թրամփը ամեն կերպ փորձում է վերաձևել քարտը
քարտեզը, տեսանք, որ վերջին նիստերից մեկի ժամանակ հստակ ցույց տվեց, որ Կանադան է նաև Գրենլանդիան, բոլորը ամերիկյան դրոշով քարտեզով էր պատված։ Հիմա ինչ է ստացվում, մեկ օրում, մեկ գիշերում Թրամփը փոխում է իր քաղաքականությունը եւ առաջնահերթություն տալիս է ոչ թե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, ինչպես նախկինում սովոր էինք, այլ գալիս է առաջին պլան Գրենլանդիայի թեման։ Արդյոք վաղը մյուս օրը Հայաստանի հետ նման իրադրություն չի կատարվի, երբ որ օրինակ հիմա տեսնում ենք Աբու Դաբիում բանակցություններ են ընթանում եւ բանակցությունները ընթանում են օրինակ ոչ թե ռուս-ուկրաինական կողմի մեջ, այլ ռուս-ամերիկյան կողմի մեջ եւ բանակցություններին ակնհայտ չի երևում ուկրաինական պատվիրակության որևէ անդամ կամ եթե երևում է, իրենք չունեն որևէ հստակ խոսքի իրավունք, անգամ մամուլում հրապարակված հաղորդագրություններում չի նշмарվում նրանց կողմի տարածած որևէ հաղորդագրության մասին։ Այս դեպքում Հայաստանը ինչպես պետք է դիրքավորվի ապագայում, որպեսզի գերտերությունները չփորձեն Հայաստանի տարածքի վրա որոշումներ կայացնեն առանց Հայաստանի կարծիքը հաշվի դնելու։ Այդ երկու պարագա, որ նշեցիք, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները, Միացյալ Նահանգների բանակցությունները Ուկրաինայի հարցով, նաեւ ասենք հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Միացյալ Նահանգների Ադրբեջան բանակցությունները, այդ երկու փաստերը այդպես շատ այդպես ասած մոտ են եղել մեզ բոլորս տեսել ենք, վկայում է հենց այդ մասին, որ Թրամփի վարած քաղաքականությունը շատ հստակ է, նա բանակցությունն է վարում այն կողմերի հետ, ովքեր ուժեղ են, ովքեր դերակատար են եւ շատ ավելի հեշտ ու դյուրին իրեն արդյունքի հասնեն։ Փոխարեն ինքը իրեն մտցնի երկարատև բանակցությունների մեջ փոստի կողմերին հաշտեցնել, այդպես ասած ժամանակ վատնի, գնում է այն ուժեղ կողմի հետևից, ուժեղ կողմի հետ է սկսում գործարքի մեջ մտնել, քանի որ ինչպես Ալիևն էր ասել, նաև նախագահ Թրամփն է նույնը կրկնել, որ այսօր միջազգային իրավունքը ուժն է որոշում, ուժեղան նա է ամեն ինչը թելադրում, բնականաբար այս դիվանագիտության, մարտավարության հարցում, այս քաղաքականության շրջագծում բնականաբար դու կգնաս ուժեղի հետ կսկսես բանակցել, թեմաներ լուծել։ Հիմա նույն ասենք Ուկրաինայի հարցով փոխարեն ռուս-ուկրաինական, այդպես ասած, բանակցությունների մեջ մտնում է, գնում ուղղակիորեն փորձում է Ռուսաստանի հետ հաշվի նստել եւ խնդիր այդտեղ լուծել։ Կամ ասենք հայ-ադրբեջանական հարաբերություններում փոխարեն Հայաստանին դերակատար դարձնի, Ադրբեջանի հետ է խոսում, որտեղ հիմա ամեն ինչը Ադրբեջանի կողմից է որոշվում։ Ընդհանրապես Հայաստանը ոչ մի դերակատարություն չունի, Ադրբեջանը պահանջը դնում է, Հայաստանի Հանրապետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի ամեն ինչը ընդունում է եւ զիջումը կատարում է։ Հիմա այստեղ Հայաստանի հետ ինչու պիտի բնականաբար իրենք նստեն հաշվի եւ ինչ որ խնդիր քննարկեն։ Կգնան շատ ավելի հեշտ Ադրբեջանի հետ խնդիրներ լուծել։ Այս իրավիճակը կարող է փոխել, երբ մեր տեղը փոխվի Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանում լինի ազգային այնպիսի հզոր իշխանություն, որը կկարողանա ճիշտ բանակցել, ուժեղ բանակցել եւ հասկացնել, որ եթե ցանկանում ես ինչ-որ խնդիր լուծել, նաև պետք է ինձ հետ բանակցության սեղանին նստես, այնպես չի, որ ես ամեն ինչ զիջում եմ։ Եթե մենք կարողանանք հասնենք այդ իշխանափոխության, շատ բնական է, որ այս հարաբերությունների մեջ շատ բան է փոխվելու հօգուտ Հայաստան։